5-րդ տարի մանկասարան պարոն Վարդևանյան նոյեմբերի 17-ին դատական նիստը արդեն Այո, ժամը 10:00-ին հակակոռուպցիոն դատարան։ Հաշվի առնելով այն, որ ըստ էության դուք չեք ստացել այդ որոշումը վճռաբեկ դատարանի եւ ներողություն եմ խնդրում 1000 ներողություն կներեք, այ ոչ միայն չենք ստացել, մենք բաց թողում արեցինք, անգամ իմ գործընկերը երբ որ վերը հանե այդ որոշումները վճռաբեկ դատանի կայքում չի տեղադրվել։ Դուք էլ չեք կարա տեսնել։ Դուք էլ չեք կարող։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում վճռաբեկ դատարանի այդ որոշումը հասանելի է բացառապես քննիչի համար։ Հիմա դա հաշվի առնելով Կարող է իրանք 53 հոգի են դրա համար, բայց չեմ կարող պնդել, այլ վարկած դեռ չունեն։ Հիմա դա Դե ի սկզբանե 53 են, բայց այ մենակ իրանց համար կարելի է վճռաբեկ դատարանի որոշումը հասու դարձնել։ Հիմա դա հաշվի առնելով որ դուք չունեք, ելույթ ես ասուլից հետո ձեզ տրամադրել, բայց ամեն դեպքում ժամանակի հարց է։ Դատավորը հնարավոր է որ ասի, քանի որ փաստաբանները տեղեկացված չեն այդ որոշման, այսինքն այդ նիստը տեղի չունենա եւ օրինակ 1 օր հետո այսպես 18-ին դրանում է 1 ամիսը, Սամվել Կարապետյան, ինչ կանխատեսումներ ունենք։ Տեսեք, մեխանիզմը հետևյալն է, լավ ի վերջո մենք որտեղից իմացանք, որ վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է։ Քանի որ քննիչը կալանքի երկարաձգման միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ պարտավոր է նաև նյութերը ներկայացնել դատարանին 2 օրինակից։ Մեկ օրինակը հանդիսանում է պաշտպանության կողմի համար նախատեսված։ Մենք այդ նյութերը ծանոթանալու շրջանակներում Պատկերացնում եք, այսինքն օրինակ նայում ենք նյութերը, այս պայդրությամբ արդեն 20 հատոր է, շուրջ 20 անունը դնենք։ Նայում ենք հերթական անհասկանալի թղթեր, անհասկանալի բնույթի ինչ-որ տվյալներ, այսինքն մենք ի վերջո երբ նայում ենք գործի նյութեր, մենք պետք է դա նայենք մեր պաշտպանյալի տեսանկյունից։ Այսինքն նյութերը կարող են լինել նաև, չգիտեմ, գրականության մասին, բայց դա ինչ կապ ունի, չէ՞։ Մա համապատասխան այ համանման իրավիճակ։ Այդ նյութերը նայելուց մենք հասնում ենք վերջին հատորին, մեկ էլ տենանք վայ վճռաբեկ դատարանի որոշում։ Հասկանում եք, սա է եղել։ Այսինքն լավ որտեղից մենք երեք իմացանք, որ վճռաբեկ դատարանի որոշում կա, որովհետև մեզ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի կազմից զանգ արեցին, ասեցին բարև ձեզ։ Միջնորդությունը մակագրվել է կոնկրետ դատավորին։ Կարող եք գալ գործի նյութերը ստանալ։ Պարոն Վարդանյանը մեր գործընկերը անհապաղ գնաց ստանալու։ Ու այդ ինչը նկարագրեցի, հենց տենց եղել է։ Այսինքն մենք նյութերին ծանոթանալու շրջանակներում մենք հավասար կողմեր ենք, ճիշտ հասկացեք։ Այսինքն վճռաբեկ դատարանը իրականում չի կարող մի կողմի դատարան լինել։ Ինքը դրա համար կոչվում է դատարան։ Դատարանը երբեք ինչ-որ կողմինը չի։ Օրինակ քաղաքացիական գործերով ոչ հայցորինն է, ոչ պատասխանողին է, ոչ երրորդ անձինն է։ Քրեական գործերով ոչ մեղադրանքի կողմինն է, ոչ էլ պաշտպանության կողմինն է։ Իդեպ կարծնեք լավ բաումն է հանրությանը։ Բայց մենք այս դեպքում հասկանում ենք, որ այս տրիվիալ ճշմարտությունների մեծ խեղում կա։ Ես անկեղծ եմ ձեզ ասում, հիմա բացահայտենք այս հանգամանքներ, թող մեր քննիչը այս ժամանակահատվածը օգտագործի, թող տվյալներ մտածեն դրա շուրջ։ Մենք ուղիղ հարցնելու ենք որտեղից է վճռաբեկ դատարանի որոշումը։ Որտեղից։ Եթե մեզ վճռաբեկ դատարանը ամսի 14-ին միայն ասում է, որ իմացեք, հրապարակվելու է նոյեմբերի 13-ին եւ ոնց գրել են ողջամիտ ժամկետում, նայեք, օրել չեն ասում։ Ողջամիտ ժամկետում մասնակիցներին կուղարկվի նշված որոշումը եւ կհրապարակվի կայքում։ Այդ ողջամիտ ժամկետը մեր դեպքում ինչքան է եւ քննիչի դեպքում ինչքան է։ Այնքան հետաքրքիր է։ Լավ իսկապես տրամաբանություն պետք է ունենա ցանկացած գործողություն։ Անկեղծ եմ ասում, նույնիսկ ապօրինությունները պետք է տրամաբանություն ունենան։ Եթե տրամաբանություն չեն ունենում, գիտեմ դա էլ է, չէ՞ տարօրինակ, բայց որտեղ դա է իրավիճակը, որովհետև վճռաբեկ դատարանի պրակտիկայում դուք միշտ տենց կտեսնեք, այսինքն հետին ամսա թվով գրություն։ Իդեպ կհիշեք մի քանի տարի առաջ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել, դատավորի, որովհետև տենց ամսա թվերը լավը չէին ծանուցումների եւ ծանուցագրերի։ Այստեղ ցես փաստերը հրապարակել եմ իդեպ Հոստային առականով։ Մի բան ասեմ, էլի։ Միջնորդությունը պետք է մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետք է լինի։
Այստեղ մեր հիմնական վրդովմունքը, որպեսզի պատկերավոր լինի, կայանում է հետևյալում, որ վճռաբեկ դատարան, այսինքն օրերի ու ժամերի ճշգրիտ հաշվարկմամբ, անենց օրա կայացրել ու արագ որոշումը տվել քննիչի ձեռը, որ քննիչը մեծ արագությամբ տանի ու մուտքանի հակակոռուպցիոն դատարան կալանքի երկարացման միջնորդությունը։ Օրինակ, եթե քննիչը մի օր ուշացներ այդ կալանքի երկարացման միջնորդությունը մուտք աներ, Առաջիացիային դատարանը օրենքի համաձայն իրավունք ուներ վարույթ չընդունել։ Այսինքն վճռաբեկ դատարանը գործընկերս որ ասում է տեզերական արագության բան, դա հենց մեր վրդովմունքը դրանում է կայանում, որ վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջիացիանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։ Վճռաբեկն էլ արագ մի copy paste-երը արել մի 100 քանի էջ դզել է, մի 3 էջել այսպես ասած իբրև թե հիմնավորում ա գրել, թափով տվել է քննիչի ձեռը, ասել է վազելով տար մուտքարա, քանի չես ուշացել։ Այ մեր վրդովմունքը դե է կայանում։ Բա եթե հավասարություններ, իրանք պետք է համ քննիչին նույն պահին տային, համ մեզ տային, ինչի մեջ չեն տվել։ Ինչի իրենց բանում չեն հրապարակել իրենց կայքեջում, ինչի են մենակ քննիչին տվել։ Քննիչը տարեմցրել է գործի մեջ ու մենք գործի նյութերից ենք սրա մասին ծանոթան։ Մեր ամբողջ վրդովմունքը դրանում է կայանում։ Այսինքն վճռաբեկ դատարանը, որ այդ օրը այդ որոշումը կայացրել է, դա ոչ մեկ չի կարող ասի, որ պատահականության արդյունք է։ Դա հենց հատուկ տենց կայացրել են, ու այդքան հնարավորություն ունեն դիմելու դատարան Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնել, մեր վրդովմունքը բացարձակապես տեղակ Տեսեք մի բան էլ ավելացնել Վճռաբեկի որոշումը Վճռաբեկի որոշումով ասել իբրև թե փաստ է հաստատվել որ չէ դե հիմնավոր կասկածը առկա է տնտեսական գործերից մեկը առկա իբր որ Սամվել Կարապետյանի աշխատողները կատարել են ենթադրյալ հանցանք իսկ Սամվել Կարապետյանը լինելով ասենք Հեցի սեփականատեր, բայց հեցի սեփականատերը ըստ մի բան պարզենք, էլի Սամվել Կարապետյանը չէ։ Հեցի սեփականատերը Տաշիր կապիտալ ընկերությունն է։ Իսկ Տաշիր կապիտալ ընկերության հիմնադիրներից ընդամենը մեկն է Սամվել Կարապետյանը։ Ըստ էլա հարց առաջանում, բայց եթե այդ հիմնադիրները, եթե հիմնադիրներ են, ուրեմն իրանք են հանցան կատարել։ Ինչի մենակ Սամվել Կարապետյանը։ Դե չէ աբսուրդի գագաթնակետն է, էլի։ Այնքան այսինքն վճռաբեկը արագ ինչպես եք ասում, տեզերական արագությամբ որոշումա որ կա հիմնավոր կասկած։ Այո։ Իդեպ ես մի հատ կներեք գործընկերներ, մի հատ բան էլի ֆիքսենք, շնորհակալություն ես հարցի համար։ Անկեղծորեն, եթե դուք իդեպ սա ուզում եմ նշել, որ ես նաև տեսել էի քննչական կոմիտեի նախագահային հասցեագրված հարցերը զանգվածային լրատվության միջոցների այն հետևողական հարցադրումներ, այն ճշգրիտ հարցադրումները, այդ թվում մեր ձևով հարցադրումներ կատարելը, որը հնչեց նաև հենց այդ ձևակերպմամբ, չափազանց կարևոր էր, որովհետև մի քանի ճշմարտություններ ուղղակի նաև հանրությանը հնարավորություն եղավ լույս սփռելու։ Ես հիմա մեկ այլ հանգամանք խնդրեմ հնարավորության դեպքում հարցնեք։ Արդյոք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ եղել է դեպք, որ վճռաբեկ դատարանը կայացնի որոշում եւ այդ որոշումը հասու դառնա կողմերից մեկին մյուսի կողմից տրված նյութերից սա անկեղծ եմ ասում կարող է թվա դատավարական տեխնիկական բան եմ ասում բայց սա նույնիսկ վիրավորական է իրավունքի նկատմամբ այդ վճռաբեկ դատարանի որոշումը քննչականին չի Իդեպ քննչականն էլ չի հասցեատեր է, դատախազությունն է։ Իդեպ այն որ ասում էինք, չէ, տենց քննիչի ձեռքին է հայտնվե, հա? Սկզբից դատախազության ձեռքին պետք է հայտնվի։ Դատախազության ձեռքից քննիչի մոտ հայտնվի։ Հետո քննիչը դա հասցնի վերլուծի, միջնորդության մեջ ցիտատներ գրի դրա վերաբերյալ, որից հետո մուտքագրի։ Ու այն պարագայում գործընկերներ, ես առնվազն թվով 5-6 Վերջին ժամանակահատվածի, ավելի վաղ ժամանակահատված չեմ էլ գնում։ Ներկայացրեցի վճռաբեկ դատարանի նույն հակակոռուպցիոն պալատի որոշումներ, որոնցից ոչ մեկը 20 օրում չի ընդունվել։ Հիմա իդեպ հարց է չէ առաջանում։ Այդ բոլորը որ թվարկեցի, գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի բողոքներին էին վերաբերում։ Բոլորը։ Ինչպես Այո, 19 օրվա։ Ուղղակի այստեղ մի բան էլ ֆիքս են գործընկերներ։ Կարող է ինքը մի քիչ
խճճացնող է դառնում, բայց պատկերացրեք իրավիճակը։ Օգոստոսի 11-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել այն հենց տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքի հետ կապված, կցելով պայմանական 10 թերթ։ Հա? Օգոստոսի 15-ին դատարանը գտավ, որ այդ 10 թերթը, որտեղ ոչ միտեղ Սամվել Կարապետյան նույնիսկ անուն ազգանունը նշված չի, հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարում։ Վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ին գտավ, որ ճիշտ է արել առաջին Ատյանի դատարանը։ Հոկտեմբերի 11-ին 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը ներկայացրեց կրկին միջնորդություն կալանքը երկարաձգելու վերաբերյալ, ներառելով նորից այդ տնտեսական բնույթի ենթադրյալ մեղադրանքը, ուղղակի ոչ թե 10 թերթ գցելով, այլ արդեն 15, պնդելով, որ դատարան նայր նորից այդ 10 թերթը եւ իմ նոր ձեռք բերած 5 թերթը։ Դատարանը հոկտեմբերի 16-ին քննության առնելով այդ թե 10 թերթը, թե նոր 5-6 թերթը, գտավ, որ նորից ենք ասում, հիմնավոր կասկած չկա։ Այդ որոշման վերաբերյալ բողոք ներկայացնում ենք թե մենք, թե դատախազությունը։ Հոկտեմբերի 16-ին։ Այդ ընթացքում պարզվում է, որ դեռ են օգոստոսի 15-ի 10 թերթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել։ Այդ ժամանակահատվածում վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 16-ի դատական ակտի վերաբերյալ, սա այն 10 թերթ գումարած 5-6-ն է։ Որոշում է ընդունում, որ ասում է ակնհայտ է, որ այս 16 թերթում չի կարա լինի հիմնավոր կասկած։ Չի կարա լինի։ Պատկերացրեք, այսինքն նորացված դատական ակտ է լինում, նորացված ըստ քննիչի ներկայացրած միջնորդության։ Վճռաբեկ դատարանը նույն նոյեմբերի 13-ին, այն հայելային նույն օրը, ինչ վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում, իր որոշմամբ անդրադառնում է օգոստոսի 15-ի հակակոռուպցիոն դատարանի որոշմանը, ասելով, որ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցանքի հետ կապված կա փողերի լվացման կամ հիմնավոր կասկածի, այսպես ասած, ապացուցման շեմը։ Բայց Վճռաբեկ դատարանը չի տեսել 5-6 թերթը նոր, որը տեսել է դատավոր Դոլմազյանը, դատավոր Ամիրյանը, պատկերացրեցիք։ Հիմա ինչ իմանանք Վճռաբեկ դատարանի այս որոշումը, ընդհանրապես ինչին է վերաբերում, ընդհանրապես ինչ իրավական ուժ ունի, իդեպ մենք գիտենք, իրավական ուժ չունի։ Իդեպ նաև մի բան էլ ասեմ, Վճռաբեկ դատարանի այս որոշումը, իհարկե, Վճռաբեկ դատարանի այս որոշումը իրականում սահմանադրությամբ գրված երկու լիազորություններից ոչ մեկից չի բխում։ Գործընկերներս դա նշեցին, չէ՞։ Հիմա բայց մի հատ էլ շարունակություն է, էլի հասկանանք։ Լավ, իսկապես Հայաստանի Հանրապետությունում Վճռաբեկ դատարանը ուզում է, որ ցանկացած բիզնեսի սեփականատեր իր աշխատողների որևէ զուգահեռ կատարվող գործողության համար լինի պատասխանատու քրեա իրավական իմաստով, դուք պատկերացնեք մի հատ օրինակ, օտար երկրյա ներդրող, գալիս է Հայաստան, հիմնադրում է մի ինչ-որ ձեռնարկություն, ունենում է այնտեղ տնօրեն, խորհրդի նախագահ, այդ տնօրենը, խորհուրդը, խորհրդի նախագահ, նման թոփ մենեջերները նաև իրենց բիզնեսն են, չէ՞ ունենում։ Հիմա բոլոր օտար երկրյա ներդրողները թող իմանան, իրենց աշխատողը եթե որևէ այլ գործողություն կատարի, դրա համար պետք է հենց այդ օտար երկրյա ներդրողը իհարկե այլ կամ, այսինքն լրիվ այլ գործողության տիրույթում այդ օտար երկրյա ներդրողը պետք է պատասխանատվություն կրի, քրեա իրավական, որտեղ Վճռաբեկ դատարանը իրավական ողջամտությունից դուրս իրավիճակը ասում է, որ բայց ճիշտ է, հիմնավոր կասկած գոնե դրեք։ Իհարկե այնտեղ ստորակետ է դնում, որ հետո որոշակի ժամանակ անց ասի այդ ստորակետը ուշադիր նայեք, որ սա հələ եղածը նվազագույն շեմն է, սա ոչ մի առնչություն չունի մեղավորության հետ եւ այլ, բայց երևույթային, սա է։ Գործի համատեքստին անդրադառնալով 160